Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագծերի նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, ինչը բխում է կառավարության 2021-26 թվականների ծրագրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային այն պարտավորություններից, որ ստանձնել է։ Չնայած որ փաթեթը բավականին մեծ է, բայց ես կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, առաջարկվող նախագծերը ավելացնում են համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում, հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը այս պահին կրում են խնամակալության հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական եւ միջազգային տարբեր զեկույցներում որակվում են ոչ մասնագիտական եւ ոչ արդյունավետ, որովհետեւ այնտեղ իրականում ներգրաված չեն հիմնականում մասնագիտական որակավորում ունեցող անձինք։ Փաթեթով նախատեսում ենք վերահաստատվում եւ նախագծերով վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել ոչ միայն բացահայտումն ու արձագանքումը երեխայի պաշտպանության դեպքերին, այլ նաև դրա կանխարգելումը։ Սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մոնիթորինգը տունայցերի միջոցով, ինչպես նաև ուղղորդումը այլ մարմիններ ըստ անհրաժեշտության։ Սահմանվել եւ հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում երեխայի պաշտպանության հետ կապված լիազորություններ եւ դրանց մասնագիտական բնույթն ու դրանից ելնելով մասնագիտական հաստիկի անհրաժեշտությունը։ Սահմանվել է բուլինգ հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր այլընտրանքային խնամքի ձևը եւ դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի, հաշվի առնելով նրա կարծիքը եւ լավագույն շահը, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար եւ երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցումը եւ իր զարգացող ունակություններին եւ աստիճանաբար աճող ինքնավստահությանը համապատասխան։ Սահմանափակվել է կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրերի կնքմանը, եթե ծնողը դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում կամ եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման, հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում, ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ եւ դրա վարման հետ կապված լիազորությունները, կարգավորումները, որը համայնքային մակարդակում կունենա մեծ կարևորություն դեպքի վարման, երեխայի կարիքային ծառայությունների տրամադրման, աշխատանքների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման տեսանկյունից։ Օրենքով նախատեսված նախագծերից բխող ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի իրավական ենթաօրենսդրական ակտերի մշակում, համապատասխանեցում եւ ավելի քան 10 նոր ենթաօրենսդրական ակտերի մշակում։ Ասեմ, որ այս փաթեթը մենք բավականին մանրամասն քննարկել ենք ինչպես մեր միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը նաեւ ներգրավվել են տարբեր թիրախային խմբերից երեխաներ եւ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետություն 1993 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին վավերացնելուց հետո 1996 թվականի նույն այսօրը մայիսի 29-ին ընտանեկան ուրեմն օրենսգիրքը առաջին օրենքն է ընդունում, այնուհետև 2004 թվականին ընդունվում է ընտանեկան օրենսգիրքը, դրանից հետո տարբեր մանր մունր փոփոխություններ են տեղի ունեցել փաթեթում, լավարկումներ եւ այլն, բայց
մեծ համապարփակ վերանայում 2004 թվականից հետո ըստ էության առաջին անգամ այս փաթեթով ենք ներկայացնում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտում մենք շարունակական եւ բարբերական օրենսդրական փոփոխություններ ենք լրացնում, որը հիմնականում նաեւ կապված է լինում շատ հաճախ մեր միջազգայինորեն ընդունված կոնվենցիաների, վավերացրած կոնվենցիաների հետ եւ ըստ էության այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։